Առաջին նամակը Կորինթացիներին 9-րդ գլուխ։ Չէ որ ազատ եմ, չէ որ առաքյալ եմ, չէ որ իմ աչքերով տեսա Հիսուս Քրիստոսին, մեր Տիրոջը, չէ որ իմ աշխատանքի արդյունքը դուք եք Տիրոջով։ Նույնիսկ եթե ուրիշների համար առաքյալ չեմ, համենայն դեպս ձեզ համար առաքյալ եմ, որովհետև իմ առաքելության կնիքը հենց դուք եք Տիրոջով։ Իմ պատասխանը սա է նրանց, ովքեր ինձ արձագաննում են։ Միթե իրավունք չունենք ուտելու և խմելու, միթե իրավունք չունենք մեզ հետ պտտեցնելու հավատակից կանանց, ինչպես այդ անում են մյուս առաքյալները, Տիրոջ եղբայրները և Կեփասը, թե միայն ես և Բարնաբասը իրավունք չունենք չաշխատելու։ Կա մեկը, որ երբևէ սեփական ծախսով զինվորություն է անում, կա մեկը, որ այգի է տնկում և նրա պտղից չի ուտում, կա մեկը, որ հոտ է արածեցնում և հոտի կաթից չի խմում։ Միթե միայն մարդկայնորեն եմ ասում այս, կամ օրենքն էլ նույն բանը չի ասում։ Հենց Մովսեսի օրենքում գրված է. «Կալում աշխատող եզան դունչը չկապես»։ Միթե Աստված եզներով էր մտահոգված։ Չէ որ մեզ համար է ասում դա, որովհետև մեզ համար գրվեց, թե ով սերմանում է, պետք է հույսով սերմանի, և ով կալսում է, վայելելու հույսով պետք է կալսի։ Եթե մենք հոգևոր սերմեր ցանեցինք ձեր մեջ, մեծ բան է, եթե նյութական բարիք ընձենք ձեզնից։ Եթե ուրիշները նման իրավունք ունեն ձեզ վրա, մենք էլ ավելի չունենք։ Բայց մեր այդ իրավունքը չգործածեցինք, այլ ամեն ինչի համբերում ենք, որպեսզի որևէ բանով խոչընդոտ չլինենք ավետարանի տարածմանը։ Չգիտեք, որ նրանք, որ տաճարում են պաշտոնավարում, տաճարից էլ կերակրվում են, և նրանք, որ սեղանին են սպասավորում, սեղանից էլ վայելում են։ Նույնպես և Տերը ավետարանը քարոզողներին հրամայեց, որ ավետարանի քարոզչությամբ էլ ապրեն։ Բայց ես այդ իրավունքներից և ոչ մեկը չօգտագործեցի, ոչ էլ այս բաները գրում եմ, որ ինձ համար այդպես լինի։ Կնախընտրեի ավելի շուտ մեռնել, քան թե մեկն իմ այս պարծանքն ընդունայն համարի։ Եթե ավետարանում եմ, ապա դա ինձ համար պարծանքի առիթ չէ, քանի որ պարտավոր եմ այդ անել։ Բայց վայ ինձ, եթե չավետարանեմ։ Եթե իմ նախաձեռնությամբ եմ այդ անում, ապա իրավունք ունեմ վարձ ստանալու։ Իսկ եթե իմ նախաձեռնությամբ չէ, ուրեմն Աստծու կողմից ինձ վրա դրված պարտականություն է։ Եվ արդ ինչ է իմ վարձը, որ ավետարանը ձրի քարոզեմ, չօգտվելով այն իրավունքներից, որ տալիս է ինձ ավետարանի քարոզչությունը։ Թեպետ ոչ ոքի ենթակա չէի, բայց ինքս ինձ բոլորին ծառա դարձրի, որպեսզի շատերին շահեմ։ Հրեաների հետ եղա հրեայի պես, որպեսզի շահեմ հրեաներին։ Եղա օրենքի տակ նրանց պես, ովքեր օրենքի տակ են, չնայած այլևս օրենքի տակ չէի, այլ որպեսզի շահեմ նաև նրանց, որ օրենքի տակ են։ Օրենքի տակ չեղողների հետ եղա օրենքի տակ չեղողի պես, լինելով ոչ թե առանց Աստծու օրենքի, այլ Քրիստոսի օրենքի տակ, որպեսզի շահեմ նրանց, ովքեր օրենքի տակ չեն։ Տկարների հետ եղա տկարի պես, որպեսզի շահեմ տկարներին։ Ամենքի հետ եղա ամեն ինչ, որպեսզի թերևս փրկեմ ոմանց։ Այս ամենն անում եմ ավետարանի համար, որպեսզի մասնակից լինեմ նրա տարածմանը։ Չգիտեք, որ եթե մրցասպարեզում վազում են, բոլորն են վազում, բայց միայն մեկն է շահում մրցանակը։ Այնպես վազեք, որ հասնեք մրցանակի։ Մարզիկներն ամեն ինչում ժուշկալ են։ Նրանք սա անում են ապականելի դափնեպսակ ստանալու համար, իսկ մենք անեղծ։ Արդ ես ճիշտ այդպես եմ վազում, ոչ աննպատակ, մրցում եմ այնպես, ոչ թե օդը ծեծելով, բայց մարմինս ճնշումների եմ ենթարկում և զսպում, որպեսզի ուրիշներին քարոզելուց հետո ես ինքս անպիտան չլինեմ։